Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Վրաստանի վարչապետը նշել է, որ բարեկամական ավանդական կապերը երկու երկրների միջև ռազմավարական գործակցության հիմքն են։ Կոբախիձեն արձանագրել է, որ Հայաստանը Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով առաջին եռյակում է։ Վրաստանի վարչապետի ձևակերպմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ համաձայնությունը տարածաշրջանի մասին ավելի լավ հոգ տանելու ամուր հիմք է։ Կոբախիձեն առանձնահատուկ գնահատել է Հայաստանի վարչապետի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Հայաստան-Վրաստան հարաբերություններն ունեն առանձնահատուկ նշանակություն, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախ եւ առաջ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեր ցուցաբերած շարունակական աջակցության համար եւ նաեւ մենք հիմա տեսնում ենք եւ զգում ենք Վրաստանի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի եւ տնտեսական կապերի զարգացման ճանապարհի եւ ավելին ասեմ անկախությունից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան գնացք չէր մտել, բայց հիմա Ադրբեջանով, բայց Վրաստանով գնացքներ են գալիս Հայաստան եւ նաեւ հույս ունենք առաջիկայում նաեւ Հայաստանից արտահանումներ կիրականացվեն գնացքով, երկաթուղով Եվ իհարկե այս գործում անգնահատելի է ձեր աջակցությունը։ Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Կոբախիձեն ստորագրել են Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը, որից հետո հանդես են եկել ամփոփիչ հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանը նկատել է, Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական գործակցությունը խորանում է։ Վարչապետի խոսքով քաղաքական օրակարգերի առանցքային նպատակն էլ հենց տնտեսական արդյունքներ եւ զարգացում ունենալն է։ Կոբախիձեն Հայաստանի վարչապետի հետ քննարկումները շատ հետաքրքիր է անվանել։ Նկատել է, թեև երկու երկրի միջև տնտեսական գործակցությունը բարձր մակարդակի վրա է, բայց այնուամենայնիվ կա չիրացված ներուժ։ Կոբախիձեն առանձնացրել է հատկապես հաջողված առևտրատնտեսական գործակցությունը, հիշեցրել առևտրի առումով Հայաստանը Վրաստանի գործընկերների առաջին տասնյակում է, զբոսաշրջության իմաստով առաջին եռյակում։ Տեսնում ենք, որ շատ բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես այս ամենի ֆոնին շատ կարևոր է ավելի խորացնել մեր գործակցությունը։ Մենք կապված ենք պատմական բարեկամական կապերով եւ սա հիմք է ռազմավարական գործընկերության համար։ Շատ ուրախ ենք եւ ողջավորված, որ բարձր մակարդակի գործընկերություն ունենք եւ մշտապես շահագրգռված ենք ռազմավարական գործակցության խորացմամբ։ Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է ընդհանուր շահերը, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին հարգելու համար մեր շահերը, հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար։ Մենք ողջավորված ենք, որ դրական միտում է նկատվում տարածաշրջանում համագործակցության կայացման առումով։ Երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այս դրական միտումները շատ լավ հիմք են ձևավորում մեզ համար, որ տարածաշրջանում ապահովենք կայունություն ու խաղաղություն։ Մենք պատրաստական ենք շարունակել աջակցել խաղաղության կառուցմանը տարածաշրջանում։ Վրաստանը որևէ ջանք չի խնայի։ Այսօր էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ եւ օգնությամբ եւ սա շատ բարձր գնահատանքի է արժանի եւ արժանանում մեր կողմից։ Իհարկե Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է եւ կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։ Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա եւ շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը եւ մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են, միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելությունները աճում են եւ սա շատ կարեւոր է նաեւ մեր կարևոր արտահայտություն է նաև մեր քաղաքական ակտիվ համագործակցության։ Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում եւ մեր նախարարները այսօր հնարավորություն ունեցան կիսելու նաև նախորդող շրջանի փորձառությունը։ Շատ ուրախ եմ արձանագրել, որ արդեն շարունակաբար միջազգային հարթակներում Հայաստանը եւ Վրաստանը ակտիվ համագործակցում են։ Մենք շատ կարեւոր ենք համարում
Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության եւ խաղաղության հաստատումը Հայաստանը եւ Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել խաղաղությունը եւ կառուցում խաղաղությունը։ Վրաստանի Սիղնաղիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր, ընդգծելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը եւ հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսեւորումն է։ Միրզոյանը եւ Բոջորիշվիլին անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նախարարները կարևորել են լարվածության նվազեցման եւ խնդիրների խաղաղ ճանապարհով հասցեագրման ուղղությամբ ջանքերը, ընդգծելով խաղաղության պայմաններում առկա առավելությունները։ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները կարևորել են Մերձավոր Արևելքում երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունների միջոցով տեղում քաղաքացիներին հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում փոխգործակցությունը։ Հանդիպանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հնարավորությունների շուրջ։ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Նիկոլոս Սամխարաձեն հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Բրենդան Հանրահանի հետ։ Սամխարաձեն վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ նոր ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա աշխատանքներ սկսելու Վրաստանի պատրաստակամությունը։ Հանդիպումն անցավ բավականին բարեկամական մթնոլորտում։ Մենք քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում մեր կառավարության մերձեցումը ամերիկյան նոր վարչակազմի հետ։ Խոսեցինք Վրաստանի անվտանգության մարտահրավերների, օկուպացիայից բխող սպառնալիքների եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Քննարկեցինք միջին միջանցքի զարգացումը, այդ թվում Թրամփի ուղու հարցը։ Մենք ողջունում ենք Թրամփի ուղու իրականացումը, քանի որ կարծում ենք, որ այն միջին միջանցքի եւ Վրաստանի երթուղու այլընտրանքը չէ, այլ լրացնող գործոն։ Սամխարաձեի խոսքով հանդիպման շրջանակում քննարկել են նաև Վրաստանում ամերիկյան ընկերությունների ներդրումների հարցը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքն ընդգրկող հակամարտությունը դադարեցնելու համար, որը սկսվել է Իրանի վրա իսրայելо-ամերիկյան հարվածներից։ Իրանի վրա հարձակումները, ինչպես նաև հարևան Պարսից ծոցի երկրների վրա Իրանի հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարվածները խթանում են անկայունությունը։ Մենք ինտենսիվ ջանքեր ենք գործադրում խաղաղ դիվանագիտության միջոցով բանակցությունների սեղանի շուրջ խնդիրները լուծելու համար։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան եւ Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմ Բարաքի հետ։ Նա զրուցել է նաեւ իր բրիտանացի գործընկեր Իվետ Քուփերի հետ, քննարկելու տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը, մանրամասն գնահատելով այն դիվանագիտական ջանքերը, որոնք կարող են ձեռնարկվել մարտական գործողությունները դադարեցնելու եւ կայունություն հաստատելու համար։ Ֆիդանը միաժամանակ տարածաշրջանային զարգացումները քննարկել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանիի, իր հույն գործընկեր Գեորգոս Գերապետրիտիսի եւ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։ Իրանի անկանոն պատասխան հարվածները Պարսից ծոցի երկրներում տեղակայված թիրախների դեմ սխալ ռազմավարություն է, ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT հաբերին տված հարցազրույցում։ Իրանի կողմից արաբական երկրների Օմանի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի բոլոր անկանոն ռմբակոծությունները իմ կարծիքով աներևակայելիորեն սխալ ռազմավարություն է։ Սա զգալիորեն մեծացնում է տարածաշրջանում ռիսկը, սակայն հենց Իրանի տեսանկյունից էլ դա նաև չափազանց սխալ ռազմավարություն է։ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շարունակում են հարվածները Իրանի բնակավայրերին։ Ցահալը հայտարարել է Թեհրանում լայնածավալ հարվածների ալիքի մեկնարկի մասին, նշելով, որ հարվածել են այդ թվում Իրանի կառավարական թաղամասին, նախագահական նստավայրին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքին, այլ կառույցների եւ ռազմական օբյեկտների։ Թիրախավորվել է նաեւ մայրաքաղաք Թեհրանը, մասնավորապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Բասիջ ուժերը, Իրանի ներքին անվտանգության հրամանատարության հետ կապված շենքերը։ Իր հերթին Իրանը հաղորդել է, որ Իսրայելին նոր հրթիռային հարված է հասցրել։ Իսլամական հեղափոխության
Պահապանների կորպուսից նշել են, որ թիրախների թվում են եղել Իսրայելի ցամաքային զորքերի գլխավոր շտաբը եւ Հաքիրիայում գտնվող անվտանգության նախարարությունը։ Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների զինված ուժերի հետ առնչվող թիրախների ուղղությամբ։ Նշվում է, որ թիրախում հայտնվել են ամերիկյան 2 ռազմանավ, Իրաքում թիրախավորվել է Էրբիլը, իսկ Քուվեյթում 2 ռազմակայան։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ հաստատել է Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտին հարվածները, որը մեծապես ավերվել էր անցած տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ։ Գործակալությունը վերլուծել է արբանյակային պատկերները եւ պարզել, որ վնասվել են ուրանի հարստացման գործարանի ստորգետնյա մուտքի մոտ գտնվող կառույցները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գնահատմամբ ճառագայթման սպառնալիք չկա։ Կարմիր մահիկի տվյալով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն արդեն գերազանցում է 780-ը, որից 176-ը երեխաներ։ Վիրավորների թիվը հասնում է 1000-ի։ Ընդհանուր առմամբ ավերածություններ են գրանցվել Իսլամական Հանրապետության 153 բնակավայրում։ Ամերիկացի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 6-ի։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը տեսաուղերձում հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններում ներգրավված է ավելի քան 50,000 զինծառայող, 200 կործանիչ եւ 2 ավիակիր, ինչպես նաեւ ռմբակոծիչներ։ Մենք արդեն գրեթե 2000 թիրախ ենք խոցել ավելի քան 2000 զինամթերքով։ Մենք մեծ հարված ենք հասցրել Իրանի հակաօդային պաշտպանությանը եւ ոչնչացրել Իրանի հարյուրավոր բալիստիկ հրթիռներ, արձակման կայանքներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Քուփերը հավելել է, որ ամերիկյան B2 եւ B1 ռմբակոծիչները ճշգրիտ հարվածներ են հասցրել իրանական բազմաթիվ միջուկային օբյեկտների, իսկ B52 կործանիչը հարվածել է բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված հրամանատարական եւ վերահսկողական դիրքերին։ Քուփերը հավելել է, որ Միացյալ Նահանգները ոչնչացրել է իրանական 17 նավ, նաեւ վնասել է իրանական սուզանավ։ Այսօրվա դերությամբ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում ոչ մի իրանական նավ չկա եւ մենք կանգ չենք առնի։ Մենք տեսնում ենք, որ մեզ եւ մեր գործընկերներին հարվածներ հասցնելու Իրանի հնարավորությունները կրճատվում են, միևնույն ժամանակ մեր մարտական ներուժն աճում է։ Իմ ընդհանուր գնահատականն այն է, որ մենք առաջ ենք ընկել մեր ծրագրից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի ավագ խորհրդականը հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանային տնտեսական եւ նավթային օբյեկտներին, եթե հարձակումներ լինեն իրանական կենտրոնների վրա։ Իբրահիմ Ջաբարին նշել է, որ Հորմուզի նեղուցը փակ է եւ Իրանը թույլ չի տա, որ որևէ նավ անցնի։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրաքում ամբողջությամբ դադարեցվել է Ռումայլիայի խոշորագույն հանքավայրում նավթի արդյունահանումը։ Նշվում է, որ Իրաքը դադարեցրել է նաեւ նավթի արտահանումը Թուրքիա։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին օրական շուրջ 200,000 բարել դուրս է բերվել շուկայից։ Արդյունահանումը կրճատվել է մինչև օրական 50,000 բարել միայն ներքին սպառման համար։ Ամերիկյան եւ իսրայելական ուժերը հարվածել են Իրանի Ղոմ քաղաքում գտնվող բանիմացների խորհրդի շենքին։ Խորհուրդը կազմված է 88 հոգեվորականից եւ նրանց է վերապահված Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրությունը, որը կփոխարինի Այաթոլլա Ալի Խամենեին։ Բանիմացների խորհրդի Թեհրանում գտնվող գրասենյակը նախորդին նույնպես թիրախավորվել էր։ Հարվածների հետևանքով զոհերի եւ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանում նշանակված յուրաքանչյուր առաջնորդ, որը կշարունակի ու կառաջնորդի Իսրայելը ոչնչացնելու, Միացյալ Նահանգներին եւ ամբողջ ազատ աշխարհին ու տարածաշրջանի երկրներին վախեցնելու, Իրանի ժողովրդին ճնշելու քաղաքականությունը միանշանակ կդառնա թիրախ։ Նա զգուշացրել է, որ հաշվի չեն առնի ոչ նրա անունը, ոչ էլ թաքնվելու վայրը։ Վարչապետն ու ես հրահանգել ենք Ցահալին պատրաստվել եւ կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները առյուծի մռնչյուն գործողության շրջանակում։ Մեր ամերիկացի գործընկերների հետ շարունակելու ենք գործողությունն ամբողջ հզորությամբ ջախջախելու ռեժիմի հնարավորությունները եւ Իրանի ժողովրդի համար ստեղծելու պայմաններ այն տապալելու եւ նորով փոխարինելու համար։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի պաշտպանական արդյունաբերությունը գերարագացրել է իր գործունեությունը Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին ամերիկյան բանակի մատակարարումներն ապահովելու նպատակով։ Պաշտպանական ընկերություններն այժմ անհավանական առաջընթաց են գրանցում արտադրելով մեր բանակի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Նրանք աշխատում են արտակարգ ռեժիմով եւ մենք արագ ենք գործում։ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողությունների ամենավատ սցենարը կլինի նոր առաջնորդի ի հայտ գալը, որը նույնքան վտանգավոր կլինի, որքան նախորդը, նկատի ունենալով Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ Իրանի ռազմական գործողությունները զգալիորեն թուլացել են, քանի որ Միացյալ Նահանգների ուժերը հարվածել են հրթիռային պահեստներին եւ արձակման կայանքներին։ Նա նաև զգուշացրել է իրանցիներին շարունակվող ավիահարվածների ժամանակ բողոքի ցույցերի վտանգների մասին, շեշտելով, որ տեղում իրավիճակը մնում է անկայուն։ Եվրամիությունն աջակցում է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության գործընթացում, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը։
Մենք ցույց ենք տվել մեր ամուր աջակցությունը, մենք երկու կողմի եւ միջազգային գործընկերների հետ աշխատել ենք տարիներ շարունակ պայմաններ ստեղծելու տևական խաղաղության համար։ Գերիների հարցում եւս մեր մոտեցումը հստակ է եղել։ Այդ կարևոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, այդ թվում անհետ կորածների եւ Ադրբեջանում պահվող հայերի վերաբերյալ։ Ադրբեջանի եւ Ռուսաստանի վարչապետներ Ալի Ասադովը եւ Միխայել Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ տնտեսական գործակցության հարցեր։ Կողմերն անդրադարձ են կատարել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական գործակցության արդիական հարցերի։ Նշվել է ապրանքաշրջանառության աճի դրական դինամիկան։ Ասադովը եւ Միխայել Միշուստինը դիտարկել են նաեւ տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ նախագծերի իրականացման հարցերը։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։